Սիրելի ընկերներ, ես ձեզ խոստացել էի, չէ՞, որ հետաքրքիրը դեռ առջևում է։ Աշխարհի ամենալավ գործը։ Ինչ եք տոնում այսօր։ Ծիրանի տոնը։ Ահա։ Այո, բացառիկ գեղեցիկ համընկում ունենք մենք տարվա մեջ, բոլոր տարիներին բնականաբար, որ միշտ կնշենք միասին, մենք դա քեզ խոստանում ենք Գոհար ջան։ Շատ շնորհակալություն։ Այո, անմահության պտուղներից մեկը, անմահություն, երկարակեցություն, ապահովող մեր պտուղներից մեկը, մեր ազգային խորհրդանիշը։ Մի քանի կարևոր փաստ նշենք Լիլիթ ջան Ծիրանի հետ կապված։ Այն, որ եթե նույնիսկ մենք կես կիլոգրամ ծիրան ենք ուտում մեկ սեզոն, այո, ամառվա ընթացքում, այն մեր օրգանիզմում պահպանվում է մինչ հաջորդ տարի, որ մենք կընդունենք հաջորդ կես կիլոգրամը։ Այսինքն ծիրանը այդպիսի հատկություն ունի։ Սեզոնին ես օրը մի քանի կես կիլոգրամ եմ ընդունում։ Ես կարծում եմ բոլորը ոչ միայն դու։ Ես թուլություն ունեմ, այո, մտքերի, բայց փաստորեն, այո, նրա օգտակար հատկությունները պահպանվում են առնվազն մի տարի, ընդհանրապես 4 տարի մնում են այդ բացառիկ կարևոր նյութերը մեր օրգանիզմում։ Այո։ Պահածոյացվում են։ Հրաշալի օր է, հրաշալի եղանակ, ջան։ Շնորհակալություն։ Բոլորին, բոլորն անուշան են։ Շնորհակալություն։ Ինչ ունես ավելացնելու Մարետա ջան։ Ծիրանի տոնի հետ կապված։ Ծիրանի տոնի հետ կապված ոչինչ չունեմ ավելացնել, որովհետև Լիլիթն ամեն ինչ ասեց, բայց այսօրվա օրը այնքան հրաշալի օր է։ Մենք մի քանի տոն ենք տոնում, մեր գեղեցկուհի Գոհարի ծնունդը և ծիրան հավաքելու այս գեղեցիկ կարողությունը։ Անկեղծ ասած այսօրվա իմ ծնունդը անակնկալ էր ինձ համար, որովհետև ես առանձնապես ծրագիր չունեի այսօր ծնունդ տոնելու, բայց ինչպես տեսնում ենք, շատ հետաքրքիր ամեն ինչ դասավորվեց։ Բնություն առաջական տոմարը փոխարեն որոշել են Գոհար ջան, չեն էլ հարցրել քեզ։ Այո, այնպես որ ծիրանի մասին ժողովուրդ ջան, այնքան բան կարելի ասել, գիտենք, չէ, որ կորիզը նույնպես սարսափելի օգտակար է, դառը կորիզը նույնպես չափավոր։ Ոնկոլոգիական հիվանդությունների համար օգտագործում ենք B17 է պարունակում։ այո, եւ ոչ միայն, էլ A վիտամին, էլ մի փոքր C, շատ է, B խմբի շատ վիտամիններ եւ ամենակարևոր հատկանիշը այդ կուտակման հնարավորությունն է։ Գեղեցկություն։ Դա որն է, չգիտենք։ հա։ Բայց Առաջինը էս մեր արևահամ ծիրանի համը, որը հիասքանչ է, ոչ մի երկրի ծիրանի համի հետ խառնել հնարավոր չէ, որ հարվում է։ Այն որ վրացիները տանում են Ռուսաստան մեր ծիրանը։ Լավ, եկեք միայն գեղեցիկի մասին այսօր հիշենք։ Գիտես Գոհար ջան, արդարությունը միշտ գեղեցիկ է։ Եթե մենք մեր տխմարության պատճառով պատժվում ենք, դա էլ է արդարություն։ Դա էլ է, հասել ենք, այո, մարդկության բալանսը այսպես է պահպանվում։ Խելքը տվել է օգտագործելու համար, որ
Որ չկա, ինչ անենք։ Այնպես որ սիրելի ընկերներ, մենք ձեզ մեկ անգամ եւս շնորհավորում ենք այս գեղեցիկ տոնի կապակցությամբ։ Իրանային անձրևի կապակցությամբ։ Այո։ Իրանները թափում են։ Այո։ Ցանկանում ենք, որպեսզի այս տոնը դառնա ավանդույթ, միացեք մեզ ամեն տարի հուլիսի 7-ին։ Սա քո կենացնա։ Ամեն տարի հուլիսի 7-ին միասին նշենք Ծիրանի տոնը եւ մեկնարկենք Բերքահավաքի սկիզբը։ Տիկին Անժելա, ինչ ունեք ավելացնելու Ծիրանի տոնի հետ կապված։ Միայն լավ զգացումներ, լավ հիշողություններ, հրաշալի է ուղղակի եւ իսկապես պետք է ամեն տարի կազմակերպել նման տոնակատարություն, այսպես ասած։ Հատկապես նաեւ որ դու ես ծնվել այսօրը Գոհար ջան։ Միացնենք իրար եւ ամեն տարի Աշուշ, համաձայն եմ։ հիշենք, հնարավոր չէ։ Ամեն տարի հիշելու ենք, ամեն տարի։ Այո, Եվ հավաքի սկիզբն է սա։ Այո, Բերքահավաքի սկիզբն է սա։ հրաշալի է, ուղղակի հրաշալի։ Այո։ Այո։